Գաղտնի եւ բացառիկ ձայնագրություն, որը բացահայտում է Ադրբեջանի բանակի եւ դրա հրամանատարության իրական դեմքը։ Ինչ էր կատարվում թշնամու զորքում պատերազմից առաջ եւ պատերազմի ժամանակ։ Ինչ էին մտածում ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականները հայկական զինուժի մասին։ Պատերազմի պատրաստություն պատմում է գնդապետ Բաբեկ Սամիգլին, որն Ադրբեջանի բանակի առաջին կորպուսի հրամանատարի տեղակալն էր։ Սպանվել է մատաղի սում պայթելով ականի վրա պատերազմից 2 շաբաթ անց։ Եվ այսպես առաջին բացահայտումը Ադրբեջանի բանակի վերնախավը Իլհամ Ալիևին ներկայացնում էր սխալ տվյալներ հայկական զինուժի քանակի եւ կարողությունների մասին։ Եվ սրա գլխին կանգնած է եղել պատերազմի ժամանակ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետի տեղակալ օպերատիվ վարչության պետ Այազ Հասանովը, որը պատերազմից հետո պաշտոնանկարվեց։ Նա մեզ շատ էր ճնշում, ստիպում էր, որ թշնամու ուժերի մասին մեր ստացած տեղեկությունները փոխենք, քանակը քիչ ցույց տանք։ Միայն թե Գերագույն հրամանատարին Իլհամ Ալիևին զեկուցեն, որ գերակայությունն ապահովել ենք եւ պատրաստ ենք պատերազմին։ Սակայն կորպուսի հրամանատարներն ասացին, այ մարդ չենք կարող 140 տանկի դեմ 140 տանկով գնալ։ 140 տանկի դեմ ես պետք է 250 տանկով գնամ։ Նրանք էլ ասում են, որ հայերի տանկերի քանակը քիչ ցույց տանք։ Երբ ավելի ցածր օղակի զինվորականները հակառակվում էին, հայտնվում էին շտաբի պետի տեղակալ Հասանովի ծաղրուծանակի թիրախում։ Նրանց անվանում էր վախկոտներ, որոնք պամպերսի կարիք ունեն։ Մեր հրամանատարը չցանկացավ դա անել, Հասանովը սկսեց նրան վիրավորել, ասաց պամպերս հագիր դու վախկոտ։ Եվ հենց այստեղ էլ վախկոտ լինելու մեջ մեղադրված ադրբեջանցի հրամանատարը սկսել է բացատրել, որ հայկական ուժերի դեմ համարժեք ուժերով դուրս գալու դեպքում ադրբեջանցիները կկոտորվեն, որ պետք է եռակի շատ լինեն հայերին հաղթելու համար։ Եվ ադրբեջանցի հրամանատարը բացահայտում է, թե ինչով էին զբաղված հայկական ուժերը 30 տարի։ Թշնամին 30 տարի պաշտպանվել է, 30 տարվա պաշտպանական համակարգ ունեն։ Ադրբեջանի գլխավոր շտաբում ամեն ինչ փոխվել է, երբ եկել են թուրքերը։ Թուրքիայի բանակի գեներալ-մայոր Բահթիյար Էրսայը, որին անվանում են Բահթիյար Փաշա, Ադրբեջանում թուրքական զորակազմի հրամանատարն է։ Եթե թուրքերը չգային, թուրքերը եկան, նրանց ոչ մի բան չկարողացավ ասել, ինչ էր ասելու։ Բախթիյար Փաշան կգնա ու Էրդողանին կպատմի, նա էլ Ալիևին կասի, եղբայր, քեզ խաբում են։ Նրանից հետո եկավ Բայրակթարը։ Բայրակթարը չգար, չէին կարողանա առավելություն ապահովել, հարձակման ժամանակ անկարող կլինեինք։ Ադրբեջանցի զինվորականի զրուցակիցը հարցնում է, ինչու պատերազմը ձգվեց այդքան երկար, 44 օր։ Ադրբեջանցի զինվորականը պատմում է հայկական զինանոցի էֆեկտիվության, հայկական հրետանու փայլուն աշխատանքի մասին։ 200 Əsas səbəblərindən biri արտիլeriya atəşinin üstünlüyüdür. Düşmən deyil. Գլխավոր պատճառներից մեկը հրետանային կրակի գերակայությունն էր, այն թշնամունն էր, որովհետև մենք շատ D30, D44 ունեինք, դրանք 15 կիլոմետր են խփում, բայց թշնամին ուներ D20, որը 30 կիլոմետր է խփում։ Իրենց թնդանոթներն ինձնից 15 կիլոմետրի վրա էին տեղակայում։ Ես արկը լիցքավորում ու չէի կարողանում նրանց խփել, իսկ իրենք ինձնից 30 կիլոմետր հետել էին խփում։ Իմ դիվիզիոններին դա դանդաղեցնում էր իմ հարձակումը։ Պատերազմի ժամանակ Ադրբեջանի բանակի զինամթերքը պարզվում է սպառվել էր, ավելին Արցախի վրա հարձակված թշնամու զորքը ծանր վիճակում է եղել։ Զրահաբաճկոնները, սաղավարտները չէին բավականացնում, իսկ զինամթերքը սպառվել էր 2 շաբաթում։ Կապի սարքավորումներով ապահոված էր զորքի միայն 49%-ը, 51%-ը կապի սարքավորումների պակաս ուներ։ Կռվից 3 օր առաջ T-55 տանկեր էին ուղարկել, ոչ մեկը կապի սարք չուներ, տանկը տանկի հետ չէր կարողանում կապ ապահովել։ Սպանված ադրբեջանցի գնդապետը խոսում է նաև Ադրբեջանի ամենաբարձրաստիճան զինվորականների քաղաքական ինտրիգների մասին։ Պարզվում է, նրանք չէին ցանկանում պատերազմ սկսել Ղարաբաղի համար։ Դրանց նպատակը պարոն նախագահի կամքը կոտրելն էր, որ Ղարաբաղից հրաժարվի տպավորություն ստեղծելով, թե մեր ուժերը չեն հերիքի։ Այս ձայնագրությունը հրապարակած ընդդիմադիր ադրբեջանական լրատվամիջոցը, որի թիմն Ալիևի բռնաճնշումներից Գերմանիա փախած ադրբեջանցիներն ընդգծում է, որ այս բացահայտումներն արած ադրբեջանցի գնդապետը ականի վրա պայթել է ձայնագրված խոսակցությունից մի քանի օր անց։ Անի Ավետյան, ժամը լրատվական։